եզրակացություններով ընդ որում երկրորդը նույնի երկուսը նույնն է, ուղղակի չայիով, սա չայի եզրակացությունն է, չայի թվերով, որ ասացիք մի քանի տեղ կնիկը այս սկսեց եղավ երկուսով կային մյուսներով կնիկները չկարեկցեց խնարում եք ծավալը։ Են մյուսի մեջ էր ենթադրում։ Հիմա նայեք, այս թվերը 3 հատ թիվ ես չայի թվերն են, այս սրանք ունեք, 791, 700 չայի թվերն է, ապահավատակցման ցուցմունք վերջի թիվն է, 700 այս գիշերայինն է, մեջտեղում են այստեղ արևա ունեցա, ռևերսին է։ Ինչ է ստեղ արև, այստեղ են ուրիշ ձևի խախտում։ Նայեք, ծախսը ավել են գրել այդ դեպքում են։ Բաժանորդի ծախսը, այս երկուսը բաժանորդի ծախսն է, սա արևից արտադրած ավելցուկը, որ գնացել է կայան։ Բաժանորդի ծախսը ավել են գրել, իսկ արտադրանքը պակաս, նայեք, իրա գրել են, որ 474 է, իրականում 653 է։ Այս ռևերսն է, այսինքն ստացվում է ստեղ իրական ծախսից պակաս են գրել, նայեք մինուսը թվերը, 34 ու 45, ստեղ էլ արևի արտադրանքն են պակաս գրել։ Երեքն էլ սխալ գրանցում է, այսինքն մեր տեսանկյունից 3 հատ խախտում է ստեղ։ Երբ որ ես հանում եմ այդ 1000 թիվ ստանալ էլի, որ երևա, նայեք, սա պակաս գրածն է արևի արտադրանքի, այսինքն այսքան բաժանորդի պակաս են գրել։ Սրանք մինուսով է, որտեղ իրականում ավելի շատ է ծախսը, քան գրել են բաժանորդին։ Այսը թեր գրանցման ասում։ Այո, դառնում է թեր գրանցում։ Հիմա, այս ամբողջի տարբերությունը անում է 100։ Եվ այստեղ կա տրանսֆորմատորի գործակից։ Այս թվերը բազմապատկումասրանով դառնում է այս 1000 կիլովատժանը, որի համար ընդ որում արվել է արդեն վերահաշվարկ, արվել է ժամանակավոր կարողացի ժամանակով, այդ կա գրության մեջ, այս գրության մեջ եւ բաժանորդին արդեն այս 1000 կիլովատժանի համար ոնց որ վերահաշվարկ արվել, ու այդքանը հանվել է իր ծախսից։ Այստեղ 4 դեպքերն է, որոնք հայտնաբերվել են։ Մի հատ ամեն դեպքում հասկանանք, օրինակ հիմա վերեք բացենք այդ երկու ֆայլի առաջինը։ Առաջինը չէ, երկրորդը։ Երկրորդ ֆայլի առաջին էջը։ Այո։ Որտեղ 0.155 հաշվիչի մասին է խոսքը։ Վերջում 155։ Հա, այո։ Ուրեմն լաբորատոր մուտքագրելու օրը 22/025 թվականն է, ճիշտ է։ Լաբորատորիա մուտքանելու օրը 22/08, այո։ Հիմա իջնենք Ավեսյակի մեջ, Ավեսյակի մեջ մենք տեսնում ենք։ Բայց հանվել է, պարոն Օրբելյան, լաբորատորիայի մուտքը մի նայեք, հանվել է 11-ին։ Հիմա թվերն ենք նայում, 757, 477, 287, ճիշտ է։ Չէ, ոչ։ Թվերը 791, 330։ Ապահավատակցման ցուցմունք։ 757։ Մի րոպե, մի հատ որպեսի պարզ լինի, էլի այդ վերջի թիվը ոչ թե հաշվիչի թիվ է։ Ավեսյակից չեմ։ Չէ, ինքը է շանս։ Այս։ Ներքև թե կողքը։ Այդ հետո ներքևում դրել եք նաև վայր, չէ։ Սա։ Այո։ Այսինքն հիմա այս նույն հաշվիչի տերյանները 757, 474, 287։ Նույն ամսաթվով, այո։ Ընդհանրապես թվերն ում եմ հասկանում, ինչ եք հաշվում նայենք։ Հիմա որ բարձրանում են վերել 757, 287, 474։ Այո։ Հիմա սա հասկացա, այս ապահովակացման ցուցմունքն է, սա նախավերջին ցուցմունքն է։ Ճիշտ է։ Նախավերջինը, այո, այդտեղ ինչի է կրկնվել։ Նախավերջինը համընկնում է Աղուսյակի հետ։ Նախավերջինը համընկնում է Աղուսյակի հետ, հիմա կխնդրեմ Աղուսյակով մի 3 ամիս հետ գնացեք։ 3 ամիս նույն թվերը կրկնվել է։ Այդտեղ բազմաթիվ է խախտում է սպառել։ Չէ, իհարկե ճիշտ հասկանում եմ։ Ճիշտ հասկացեք։ Այսինքն նախավերջին ցուցմունքը համընկնում այն Աղուսյակի ցուցմունքի հետ, ճիշտ է։ Աղուսյակը բայց կարելի է մի վայրկյան։ Հախա դուք ասում եք կրկնվում է, մի քանի ամիս եթե չի օգտագործել, կրկնվում է, օգտագործել է վերջին թիվն ու այն թիվը բռնում են, իհարկե։ Այդ վերջի թիվը չի, դա նախավերջի թիվն է, Աղուսյակով այս թիվն է, Անորբելյան։ Այս թիվը, սրա։ Այս թիվը չի, այս թիվն է նախավերջի ցուցմունք ոչ տալիս։ Նույնիսկ այս թիվը սրա հետ բռնում է, չէ։ Այս սրա հետ բռնում է։
Պարոն Օրբելյան, ես ընդհանրապես ձեր ուշադրությունը հրավիրում եմ, որ սա չայինի թիվ չի։ Սա ծրագրից դուրս բերված թիվ է եւ նախավերջին կոչվածը մի ամիս առաջվանն է։ Այս թիվը որ ապա հավաքակցում եք։ Այդ հաշվի տվյալները վերցնելու օրը չէ, չէ, ապա հավաքակցում եք։ Որ օրը որ ապա հավաքակցել է այդ օրը։ Հասկացա, այսինքն այդ օրը ուրիշ տվյալ է, քան ինչ որ համակարգում ուշ կա եղած է։ Այո, ես ընդհանրապես կրկնում եմ, որ նախավերջինը ոչ թե տվյալ ամսվա թիվն է, այլ մեկ ամիս առաջվա համակարգ մուտք արած թիվը, ոչ թե հաշվիչից։ Հա, այս դեպքում է համընկնում, միայն այս դեպքում, որտեղ նույնն է եղել։ Համընկավ ես մեկը, ֆիքսեցինք, այս մի հատվածություններ եղավ, որ ոչ ոք չհաստատվեց։ Ոչ, պարոն Օրբելյան, սխալ բան եք ասում։ Ապացույց հետազոտում եմ, խնդրում եմ, հետազոտելով գնանք առաջ։ Պարոն Օրբելյան, 757 չի է, 791-ը, այսինքն այստեղ թերգրանցումը արված։ 791-ը, ապա հավաքակցման պահի թիվն է։ Այո։ 757-ը դրա նախորդ թիվն է։ Նաև այդ նույն օրվա։ Նայեք մի հատ էլի, այստեղ ուրիշ դեպք ասում եմ։ Կաղա ուրիշ տարբերակ նայենք, որ պարզ լինի ավելի ձեզ։ Ես ընդհանրապես ուզում եմ ասել, սա ի՞նչն է, սա թերգրանցում է, թե հավելագրում է։ Դա երկու կետով թերգրանցում է, մի կետով հավելագրում։ Գումարային ստացվում է հավելագրում։ Ահա, այսինքն մենք ունենք խնդիրը հետևյալն է, մենք երեք բարձեցինք, որ ամբողջ վարույթում ներքին կարիքները չեն գնահատում։ 91 հատ հավելագրում մասին է։ Հիմա այդ 91 հատ հավելագրումից Սա դիտվել է որպես հավելագրում, 91-ից մեկն է։ Իսկույն 91 հատ հավելագրում ունենք։ Երեքը ապացույցների թույլատրելիության դաշտում մեր կարծիքը ասեցինք։ Հիմա 4-րդն է, պատվորներ դասած, տվերը բռնում են։ Տվերը բռնում են, ես չգիտեմ ինչ չի բռնում։ Հիմա հաջորդը գնանք 89-ը գտնենք։ Պարոն Օրբելյան, չեք տեսնում ինչ չի բռնում։ 757 791-ա ճիշտ է։ Այդ ապահովակացման պահի դրությամբ է այդ տվյալը։ Նույն դրությամբ է նաև այդ նույն թիվը ընդեր, ամսաթիվն է, պարոն Օրբելյան։ Արդեն կան ապացույցները, կարծիքները մենք ասեցինք։ Ես մի բան հարցնեմ,